Փող կա, շատ ունեն եւ պատրաստ են տրամադրել ՓՄԶ-ներին, պնդում են առևտրային բանկերը։ Ֆինանսավորման խոստումը բիզնեսին հասցնելու նպատակով բանկերի միությունն ու կենտրոնական բանկը միասին նախաձեռնել գործարարների հետ մարզ առ մարզ հանդիպում քննարկումներ են սկսում։ Առաջին ժամադրությունը Արագածոտնում էր։ Այս նախաձեռնության նպատակը հետեւյալն է. առաջին ներկայացնել բանկերի սեփական ռեսուրսներով եւ տարբեր միջազգային ծրագրերով իրականացված փոքր եւ միջին ձեռնարկությունների վարկավորման ծրագրերը եւ դրանց արդյունավետությունը եւ լսել փոքր եւ միջին ձեռնարկություններին մտահոգող հարցերը, տեղյակ լինել նրանց բիզնես նախաձեռնությունների առաջնահերթություններին։ Ըստ վիճակագրության Հայաստանի ֆինանսական ամբողջ համակարգը տարվա վերջի դրությամբ ՓՄԶ-ներին բաշխել է 1.6 տրիլիոն դրամ վարկ։ Առևտրային բանկերն իրենց սեփական միջոցներին զուգահեռ տրամադրում են նաեւ հատուկ փոքր ու միջին ձեռնարկությունների հզորացման նպատակով պետական խողովակով երկիր եկող գերմանական KfW եւ եվրոպական ներդրումային բանկերի կապիտալից։ Այդ գումարից պարզվում է ամենաշատը Երևանի բիզնեսներն են օգտվում։ Ճյուղերից առևտուրը, արտադրության գյուղատնտեսության բաժինները 13% են ներկայացրեց գերմանահայկական հիմնադրամի պատվիրակը։ Մեր մնացորդային վարկային պորտֆելը 258 միլիարդ է եւ ՓՄԶ վարկային պորտֆելը կազմում է 174 միլիարդ դրամ։ Եվ մենք առանձնացրել ենք Արագածոտնի մարզում ՓՄԶ վարկերի ծավալը, որը ներկայիս կազմում է 15.7 միլիարդ դրամ։ Ֆինանսավորման առաջարկը լավ է, բայց պետք է մտածել նաև տնտեսվարողների կարողության, թողարկած ապրանքի համար վաճառքի շուկա գտնելուց մինչև աշխատուժի ներգրավման հարցերի մասին։ Բանկերի եւ գործարարների նոր ձևաչափով հանդիպումը ողջունեց էկոնոմիկայի փոխնախարարը։ Գուցե կարիք կա քննարկումներ ունենալու, թե ինչպես, ինչ հանգամանքներում, ինչ պայմաններում, ինչ ապահովվածությամբ, ինչ ռիսկերով եւ որ դեպքերում ավելի արդյունավետ կլինի այս ֆինանսական միջոցների տրամադրումը փոքր եւ միջին ձեռնարկությանը։ Ջերմոց թե սննդի կամ շինանյութի արտադրություն, ինչպես են ռիսկի դիմել բանկից պարտք արել եւ խոշորացել տարիներ առաջվա սկսնակ բիզնեսները, ներկաներին հաջողված պատմությունների տեսանյութ ներկայացվեց։ Վարկ վերցնելը վախենալու չէ, եթե իհարկե գրագետ հաշվարկ եք անում, հնչեց գինեգործության եւ գաստրոտուրիզմի ոլորտում իր տեղն ամրապնդած գործարարի խոսքում։ Այնպիսի սուբսիդավորումներ կան, այնպիսի պետական եւ ոչ պետական ֆոնդերից կան այդ սուբսիդավորումները, որ վարկեր չվերցնելը նույնիսկ խելամիտ չի բիզնեսմենի համար։ ՓՄԶ-ների հիմնական բողոքը մինչև հիմա եղել է բանկերն իրենց բարձր տոկոսով թանկ փող են տալիս։ Բանկերի նշած խնդիրը տնտեսվարողների թույլ լինելն է։ Շատերը հեռու են թվային տեխնոլոգիական նորարարություններից, որոշները նույնիսկ մենեջմենտ մարքեթինգի լուրջ կարողություն չունեն։ Միմյանց մեղադրելու փուլից պետք է անցնել երկխոսության եւ բանկերը, որպես ավելի խոշոր հզոր կառույցներ, կփորձեն աջակցողի դեր ստանձնել, ասում է գլխավոր դրամատան ղեկավարը։ Այն լուծումները, որ բանկերը ունեն, նույնիսկ IT այդ լուծումների հաշվապահության, աուդիտի եւ այլ այդ բոլոր բնագավառներում շատ ավելի մեծ են, ես կարծում եմ, որ փոքր ու միջին բիզնեսին հենց նախ եւ առաջ է դա պետք, այսինքն իրանք պիտի բանկերի հետ համագործակցության միջոցով գիտելիքի բաց փակեն ու բանկերը ոչ միայն տան ֆինանսական օժանդակություն, այլ նաեւ տան գիտելիքային օժանդակություն։ Բանկեր բիզնես հանդիպումները կշարունակվեն, հաջորդ քննարկումը որ մարզում կլինի, առայժմ որոշված չէ։ Հերմինե Բաղդասարյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։